Էջմիածնի Վազգեն Սարգսյան, Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում են դաժան ծեծի ենթարկել երիտասարդ տղային, որը դեպքից մոտ 2 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։ Խաչիկ Բաղրամյանի տան դիմաց է տեղի ունեցել դեպքը, ապրիլի 23-ին նրա թոռը սպանված երիտասարդի հետ է եղել։ Ընկերոջ հետ գնացել են կողքի փողոցը, թե ուր, հետ գալուց մեքենայի կողքով անցնելուց թե ոնց մեքենայից, ասենք, այդ Անդրեվոտորին, Անդրեվաջուրը թռել է մյուս մեքենայի վրա։ Հիմնական պատճառը դա է եղել։ Ավելի ուշ երիտասարդները եկել են Պարքևի եւ ընկերոջ հետ հաշիվներ պարզելու վիճաբանությունը ծեծկրտուքի է վերածվել։ 22-ամյա Պարքև Հակոբյանին սպանելու դեպքով երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանցից մեկն այժմ կալանավորված է, մյուսին իրավապահները դեռ որոնում են, հայտարարվել է հետախուզում։ Պարքևը հիվանդանոցում մահացել է մայիսի 6-ին, դրանից անմիջապես 1 օր անց հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ օպերացիայով Էջմիածնի բաժնից 9 ոստիկանի էր ձերբակալել հանցագործության դեպք թաքցնելու կասկածանքով։